Հարգելի հեռուստադիտողներ, ձեր սպասված Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից։ Բարեկամներ, ներկայացվելիք ուտեստը այսօր մենք պատրաստելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Սարդարապատի հուշահամալիրի Հազարաշեն հասարակական ավագ խոհարար Արայիկ Զաքարյանը։ Ողջույն Արայիկ։ Ինչպե՞ս ես Արայիկ։ Շատ լավ։ Տրամադրությունդ բարձր է։ Բարձր։ Իսկ ինչի՞ց է որ բարձր է։ Աշխատանքից երևի։ Լավ, տրամադրությունից բարձր։ լավ ուտեստ է պատրաստելու, երևի դրանից։ Ինչ ենք պատրաստելու, ինչ պիտի ներկայացնենք մեր հեռուստադիտողներին։ Իշխան ձուկ։ Իշխան ձուկ։ Ինչ ենք անելու իշխան ձուկի հետ։ Լցոնած կարտոֆիլ, կարտոֆիլով, գազարով, լոլիկով։ Խաշված կարտոֆիլ, գազար, լոլիկ, վերջում պանիր։ Պանիրը վերջում։ Իսկ ինչ համեմունք ենք օգտագործելու։ Սև պղպեղ, աղ, կարմիր պղպեղ, լիմոն մի քիչ քամեն։ Մի քիչ կիտրոն։ Իսկ ինչ ունես ավելի կարևոր համեմունք կա, որ մենք միշտ պիտի մեզ հետ կրենք ու առատորեն համեմենք այդ համեմունքով։ Յուրաքանչյուր ուտեստ։ Տեր եւ հոգու համեմունք։ Սեր եւ հոգի եւ հոգու ջերմություն։ Այո։ Գնացինք, ունեմ ես այստեղ քեզ օգնելու։ Այո։ Սա որևէ աշխատանք։ մանր կտրատեք։ Այսինքն քառակուսիների, Այո։ խոր անարդների։ Լավ։ Բացեմ իշխանը։ Իսկ իշխանին ինչ ենք արել մենք, ինչպես ենք մաքրել։ Հեսա ես մի կասեմ։ Մաքրել ենք մաքրած է իշխանը։ Ես արդեն մինչև ձեր գալը մաքրեցի։ Միջև գալը մաքրեցի։ Ես ճանապարհին արդեն գիտեի, որ դու մաքրում ես, հա, այդ դրանով էի զբաղված։ Հիմա աղ, Մեջ տեղից մենք ճեղքեցի։ աղը մի քիչ շատ, ձուկ աղ շատ ասիրում։ Հա։ Գիտեք, կարմիր պղպեղ։ Ես չգիտեմ, ես այդ իսվան չգիտեմ, ձուկը ինչ է սիրում։ Ես գիտեմ, որ ես եմ ձուկ սիրում։ Սև պղպեղ։ Կարտոշկեն մի քիչ մանրացնենք, մի րոպե։ Կարտոֆիլը մի քիչ մանրացնենք։ Իսկ ինչի խաշված կարտոֆիլ։ Խաշված կարտոֆիլով եմ, որովհետև արագ է ստացվում ուտես պատրաստելը։ Ձուկը քանի որ շատ երկար ջերմային Այո։ մշակման չարժե ենթարկել, չէ։ Այս ուտեստը կիրառում ես դու ռեստորանում։ Այո, եթե զակազ ուզում են, պատվիրում են անում ենք։ Եթե պատվիրում են, Այո։ չես զլանում։ Ես գիտեմ եւ մեր հեռուստադիտողները, որ շատ ուտեստներ քո տիկինն է քեզ ուշել, սովորացրել։ Մի հատը։ Մի հատ, հա։ Մեջքի վրա պիտի հա, այո։ Շատ լավ։ Սա մի քիչ խոշոր է կարը, բայց ոչինչ։ Սա էլ պետք է անպայման աղ, Համեմ ենք աղով։ կարմիր պղպեղ, սև պղպեղ, խառնում ենք, վերցնում ենք մի քիչ ձեթ, Տապակի տակը մի քիչ ձեթ ենք լցնում, որ չկպի։ չկպչի։ Այո։ Մի քիչ ուզում եմ, ոչինչ չէ։ Որ հուզում ես, ուրեմն պատասխանատվության զգացողություն կա։ Հա, դա լավ է։ Դա շատ լավ է։ Առանց հուզմունքի, առանց կրքի ոչինչ չի ծնվում։ Հիմա վերջում մի քիչ կարակ։ Մեր խոհանոցում կա այդպիսի կարծիք, որ ձկից ուտեստները մի քիչ պակասում են։ Դու ինչ կարծիքի ես։ Մենք քիչ ենք աշխատում, քիչ ենք զարգացնում ձկան թեման։ Ձկան թեման մեր մոտ շատ քիչ է զարգացած։ Շատ ճիշտ եք նկատել։ Այսինքն մենք ունենք անելիք, չէ՞, հենց մենք խոհարարներս ունենք անելիք, դրա մասին պիտի մտածենք, չէ՞։ Վերջում պանիրը, այո։ Հարգելի հեռուստադիտողներ, եւս հիշեցնեմ մեկ անգամ եւս որ ձուկը մեջտեղից կիսեցինք,
համեմեցինք աղով պղպեղով, այնուհետև լոլիկ շարեցինք մեկ շերտ, այնուհետև խաշված գազար եւ կարտոֆիլ, վրայից պանիր եւ կիտրոնի հյութ։ Պանիր անպայման պարմեզան։ Պանիր անպայման պարմեզան։ Այո։ Իսկ ես կասեմ անպայման հայկական պանիր, բարեկամներ, չլսեք Արայիկին, օգտագործեք միշտ հայկական պանիրի տեսակներ։ Լավ, ես էլ տեսք անեմ։ Եվ ջեռոց։ Եվ ջեռոց պիտի նշենք անպայման ջեռոցում որքան ջերմություն պիտի լինի եւ ինչքան 150, 170, 15 րոպե, 15-20 րոպե ամենաշատ։ Ուզում եմ անպայման հարգելի հեռուստադիտողներ, որ դուք պատկերացնեք ինչ ասել է 150 աստիճան։ Անպայման ջեռոցը պիտի ունենա նախքան դնելը արդեն մթերքը 150 աստիճան։ Չի կարելի դնել նոր միացնել 150-ի վրա, այդպես մթերքը փչանում է։ 150 աստիճան եւ 10-15 րոպե 15-ից 20 րոպե։ 15-ից 20 րոպե այս հիանալի ձուկը կներկայանա մեզ իր ամբողջ շուկով։ Սպասենք այդ րոպեները եւ կվայելենք ձկան տեսքը։ Ձուկը։ Ահա 25 րոպե եւ ձուկը արդեն պատրաստ է։ Մինչ Արայիկը կտեղադրի, մեկ անգամ էլ հիշեցնեմ, իշխան ձուկը մեջտեղից բացված մեջքի վրա, դրեցինք, համեմեցինք աղով պղպեղով, լոլիկ շարեցինք, այնուհետև խաշված կարտոֆիլ եւ գազար, պանիր ավելացրինք եւ ներկայացավ մեզ արդեն զվարճացած։ Ձկնիկը ներկայացավ զվարճացած։ Նում է զարդարենք կիտրոնով։ Վերջ։ Արայիկ ջան, եթե դու ունես խորհուրդ, մեր հեռուստադիտողները սպասում են քո խորհրդին, խնդրեմ։ Ձուկը ես ուղղակի կուզեմ ասել մեր հայ ժողովրդին, որ ձկները շատ օգտագործել։ Մենք հայ ժողովուրդը շատ քիչ ենք օգտագործում ձուկ։ Բոլորը մսի, բայց չէ, ձկան մեջ ավելի շատ առողջարար կա, քան ձուկ շատ քիչ ենք օգտագործում։ Շատ լավ, հարգելի բարեկամներ, անցանք մեր Արայիկի խորհրդին եւ շատ օգտագործենք։ Առիթը բաց չթողնենք, շատ մեր կերակրացանկի մեջ մտցնենք ձկից պատրաստվող ուտեստներ։ Պատրաստ է ձուկը, ես ուզում եմ ուղղակի նշել, որ ձուկը այս ուտեստը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, հիմնական ուտեստ է եւ կվայելի հետը սպիտակ անապակ գինի։ Ձեր անունից ես մեկ անգամ շնորհակալություն պիտի հայտնեմ Արայիկին իր ժամանակը տրամադրելու համար, նաև Սարդարապատի հուշահամալիրի տնօրինությանը մեր հաղորդումներին աջակցելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, լինենք առողջ եւ երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամ։ Լցոնած իշխան 1 հատ, կարտոֆիլ 80 գրամ, գազար 70 գրամ, պանիր 150 գրամ, լոլիկ 1 հատ, աղ, պղպեղ, կիտրոն, բարեախորժակ։